Շնորհակալություն, պարոն Նազարյան, խնդրեմ, ես զգում եի, որ դուք պորտկում եք նստած տեղից, հիմա օրինական պահն է ձեր պորտկումը արտահայտելու, խնդրեմ։ Ես, պարոն Հովակիմյան, եթե թույլ կտակ 7 հարց ունեմ, բայց խնդրում եմ կարճ պատասխանեք, որ մեր գործընկերները այլ հարցեր ունեն քննարկելու։ Առաջին հարց։ Դուք նշեցիք, որ էլի մոտ 2.400.000 մարդ ընտրող ունենք։ Այսինքն այն խոստումը, որ տվել էիք մի քանի տարի առաջ, որ ցուցակները կմաքրվեն եւ կմնան միայն նրանք, ովքեր իրականում ապրում են եւ արարում են Հայաստանի համար, իրենք կմնան ցուցակներում, պարզվեց, որ ոչ, մենք էլի նույն խնդիրը ունենք եւ ընտրություններից հետո, երբ որ իրական մասնակցությունը լինի 800.000 կամ 1.200.000, պարտվածները ասելու են, տեսեք, այս ընտրությունները ոչ մի նշանակություն չունի, որովհետեւ 2.400.000-ից ընդամենը 1 միլիոնն է մասնակցել։ Ոչ մի աշխարհում էլ տենց չի։ Մենակ Հայաստանում է այդպես, մեկ էլ մի երկիր կա, անունը չտամ։ Այս ոնց եք մտածում, էլի թողում եք սենց, ասենք 1991 թվականին Հայաստանը լքած քաղաքացին, որը ինչ-ինչ պատճառներով ունի Հայաստանի Հանրապետության անձնագիր, ինքը կարող է որոշի, թե ես ոնց եմ ապրելու Հայաստանում։ Այդ դա նորմալ եք համարում։ Ես նորմալ չեմ համարում։ Երկրորդ հարցը։ Դուք նշեցիք, որ քաղաքական գործիչները ինչ ուզում են կարող են ասել, եւ մեր օրենսդրությունը հստակ կարգավորում է, թե ով կարող է լինել վարչապետ եւ ով կարող է լինել կառավարության անդամ եւ падգամավոր։ Այո, կա, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարտավոր չեն իմանալ օրենսդրության բոլոր նրբությունները եւ երբ որ տեսնում են մեկը կոստյումով, փողկապով, շատ լուրջ դեմքով, ասում է, որ սիրելի հայրենակիցներ, այ մենք որ հաղթենք, վարչապետը լինելու է կոկորդիլոս Գենան։ Ու անդադար ասում ենք մի խափի ինք ասում է, չէ, մենք ասում ենք դա է։ Մենք դա ոնց ենք կարգավորում, այսինքն կարող ենք խափել, դա թույլատրելի է խափելը։ Գուցե թույլատրելի է, բայց այդ դեպքում եկեք հայտարարենք, որ քաղաքական այն ուժերը, որ պարկեշտ ընտրարշավ են մղում, իրականացում, իրենք էլ իմանա, որ ինչ ուզեն կարող են խափել։ Նորմալ է դա։ Երրորդ հարցը։ Հայաստանի Հանրապետության որոշ բնակավայրերում, այդ թվում եւ Երևանում ակտիվորեն ընթանում է ընտրարշավ տարբեր եղանակներով։ Բոլորը, այդ թվում քաղաքացիական պայմանագիրը, այդ թվում եւ ուժեղ տղաները, այդ թվում եւ թևավոր տղաները, ակտիվ բայ, հիմա ինչ բան ընտրարշավի այդ ժամկետների սահմանման իմաստը որն է, մենք մեզ ենք խափում, ինչ իմաստ ունի ժամկետ սահմանելը, երբ որ բոլորը սկսել են այդ ընտրարշավը, ինչ իմաստ ունի ժամկետ դնելը։ Չորրորդ հարցը։ Մենք մի քանի անգամ այս մասին զրուցել ենք, խոսել ենք։ Մարդիկ կան, որոնք ակտիվորեն ծաղրել են, վիրավորել են, հայոյել են, անիծել են, սուտ հայտարարություններ են արել գործող падգամավորների հասցեին, այդ թվում եւ կառավարող ուժի եւ ընդդիմության։ Եվ հետո այդ մարդը հայտնվում է ընտրացուցակներից մեկում։ Չեք կարծում, որ պետք է կարգավորում լինի այսպիսի բարոյական նորմ, որ իր գործունեության ընթացքում падգամավորների նկատմամբ ակնհայտ անհարգալից հայրախոսական արտահայտություններ ունեցող մարդը չի կարող գրանցվել որպես падգամավորի թեկնածու։ Ինչ բան է, էլի, մենք ինչ ենք անում, էլի, ասենք թույլ ենք տալի, որ ով ինչ ուզի խոսի, հետո էլ ծաղրի, ձեռ առնի, մենք էլ ասենք մենք падգամավոր ենք, մենք չենք կարող իրեն պաշտպանել, պատասխանել, հետո իրեն գրանցում ենք եւ ինքը ասում է, տեսակ ձեզ էս արի, այն արի, վերջում էլ եկա, մեկին գտա, խափեցի, իր ցուցակում ընդգրկվեցի, դարձա падգամավոր։ 6-րդ հարցը,
պարոն Հովակիմյան, մեր հատկապես գյուղական բնակավայրերի բնակիչները խնդրում են, որ ընտրարշավի այդ ավտոբուսներով, երբ որ գյուղեր են գալիս կամ հեծանիվներով կամ, չգիտեմ, տրակտորներով, կոմբայններով, ինչ-որ բլոտ են խաղում, կրվում են ու կռազը միանգամից տոպրակներով տալիս են, հիմա եթե դա ընտրարշավի այդ ընթացքում չի, դա ընտրակաշարք համարվում է, թե չի համարվում։ Այսինքն մարդը գալիս է ինչ-որ X բնակավայրը, ասում է իրար հետ բլոտ խաղանք, բլոտը խաղում, ասում է ես կոմբայնը կրվեցի, այս կոմբայնը ձեզ ես գնացի։ Դա համարվում է ընտրակաշարք, թե չէ, եթե այդ ընտրարշավի ընթացքում չի։ Եվ 7-րդ հարցը, չեք կարծում, որ Հայաստանում ի վերջո պետք է ընտրությունների մասնակցեն Հայաստանում ապրող, Հայաստանի հետ կապված մարդիկ։ Ի վերջո չեք կարծում, որ արմատական լուծում պետք է այս հարցին տալ։ Սա վերջին հարցն էր, պարոն Նազարյան։ 7? 7-ը մի 3 րոպե առաջ էր ինձ տված։ Շատ լավ, քանի որ պարոն Նազարյանն ասում է 7, խնդրեմ, բայց ինչպես նաև պարոն Նազարյան խնդրեց կարճ բոլոր այս 7 հարցերին պատասխանել, խնդրեմ պարոն Հովակիմյան։ Պարոն Նազարյան, կարճ, մեր ցուցակները մաքրված են եւ մեր ցուցակներում բոլոր ընդգրկված բոլոր անձինք իրենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, ովքեր ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձահաստատող փաստաթուղթ։ Այսինքն 91 թվականին Հայաստանի Հանրապետությունից հեռացած մարդը, ով որ Հայաստանի Հանրապետության չի եկել, չի գնացել անձահաստատ, այսինքն որ կապ չունի այլևս Հայաստանի Հանրապետության հետ, ինքը Հայաստանի Հանրապետության ընտրողների ցուցակում ներառված չէ։ Ինչ վերաբերում է ապրելու խնդրին, գիտեք, սահմանադրությունն է ամրագրում, թե ով իրավունք ունի քվեարկելու։ Սահմանադրությունը ամրագրում է, որ ընտրելու իրավունք ունեն ընտրության օրը 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացի, վերջ։ Ընտրական իրավունքից մարդը կարող է զրկվել բացառապես անգործունակ ճանաչվելու, դատական կարգով անգործունակ ճանաչվելու, կամ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործության համար ազատազրկման դատապարտվելու դեպքում։ Մնացած պարագաներում մեր քաղաքացիները իրավունք ունեն ընտրվելու պարագայում պատգամավորների պարագայում թեկնածուների պարագայում 25 տարին լրացած վերջին 4 տարին միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող վերջին 4 տարին մշտապես Հայաստանի Հանրապետություն բնակվող մեր քաղաքացիները, այսինքն հայրենին տիրապետող, սա է, ընտրական օրենսգիրքները սահմանում է, թե ինչ է դա նշանակում, այսինքն մնացած սահմանադրության կարգավորումները հստակ են, եթե այս կարգավորումները ձեր չեն բավարարում, կարող եք սահմանադրական փոփոխություն նախաձեռնել, խոսքով փոխեք, այս ինչ համար է ասում, եթե կոկորդիլոս գենան լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ում 25 տարին լրացել է, եւ ով վերջին 4 տարում հանդիսացել է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ վերջին 4 տարում Հայաստանում մշտապես բնակվել է, ուրեմն չգիտեմ, որտեւ մեր քաղաքացիների անուններն էլ մենք որևէ, այսպես ենք, մենք չենք որոշում, թե մեր քաղաքացիները ինչպես պիտի իրենք իրենց կոչեն։ Ավարտեցիք պարոն Ընտրարշավի ընտրարշավի ժամկետների հետ կապված, տեսեք, քարոզարշավի ժամկետը, որ սահմանված է, ինքը ոչ թե արտոնությունների շրջան, այլ սահմանափակումների։ Մեր քաղաքական միջավայրը այնպիսին, մեր քաղաքական դաշտը այնպիսին է, որ քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները ցավը, բայց քարոզչություն, ընտրարշավ անցկացնելու մասին հիշում են միայն ընտրությունների շեմին։ Այնինչ իրենք այդ գործընթացը ազատ են իրականացնելու 4 տարի 11 ամիս, եթե ազգային ժողովի այս ժամկետը վերցնենք, այդ 1 ամիս ընդհակառակը սահմանափակումների շրջան,
Երբ որ քաղաքական ուժերի քարոզչությունը կարող է տեղ ունենալ բացառապես ընտրական օրենսգրքով սահմանված կարգով։ Հավասար ընտրական օրենսգիրքը պահանջում է, որպեսզի հնարավորությունները հնարավորինս հավասար տրամադրվեն, ինչ որ հանրային ռեսուրսն է ենթադրում։ Թեկնածուի ցենզին անդրադարձը, հա, բլոտի կրածը, թե պարոն Մինասյան հուշեց նարդու կրվածը կամ տեսեք ես կարող եմ արձանագրել մի բան, որ ընտրական օրենսդրության մտնում դուրս է գալիս անդադուրը բաց եք թողում, խնդրում գոնե մտնելուց փակել։ Շնորհակալություն։ Ընտրական օրենսգրքի տեսանկյունից թեկնածուներին, կուսակցություններին արգելվում է ընտրողներին տալ, խոստանալ կամ ցանկացած այլ կերպ ինչ-որ բան նյութական։ Ու սա սկսվում է այն պահից, երբ որ թեկնածուները, կուսակցությունները գրանցվում են։ Այսպես ասենք, երբ որ չունենք թեկնածու, երբ որ հանձը, չգիտեմ, բլոտ է կրվել կամ նարդի ինչպես ասենք, այս հարաբերությունը բերել ընտրական օրենսդրության կառավարումների դաշտ, կարծում եմ, ճիշտ չէ։ Կարծում բոլոր հարցերին պատասխանեցի։